Ես Մանեն Վարդանյան, սովորում եմ 4-րդ դասարանում, 9 տարեկան եմ, սա իմ քույրիկն է։ Ես Արևիկն եմ, 6 տարեկան, սովորում եմ 1-րդ դասարանում։ Մենք ապրում ենք մայրիկիս ու փոքր քույրիկիս հետ։ Մենք վատ պայմաններում ենք ապրում, վարձով ենք ապրում։ Մենք ծնվել ենք Գագարինում, պապայից մահանալուց հետո եկել ենք Թթմաշեն։ Պապաս մասնակցել է 44-օրյա պատերազմին, 2 տարի հետո մահացել է։ Պապայի կարիքը շատ ունենք, որովհետև մաման չի հասցնում մեզ պահի։ Որ տեսնում ենք մաման տխուր է, գնում ենք փաթաթվում ենք, մամային հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մենք հիմա լավ ենք սովորում, որ մեծանանք, լավ մարդիկ դառնանք ու մամայիս օգնենք։ Որ մեծանամ, լավ պարուհի եմ դառնալու։ Շատ փող եմ աշխատելու, որ մամաս ու քուրիկներս լավ ապրեն։ Ես էլ որ մեծանամ, երգչուհի եմ դառնալու։ Ուզում եմ հայտնի երգչուհի դառնալ։ Ես կերգեմ, քուրիկս էլ այդ երգի տակ կպարի։ Ես որ հայտնի երգչուհի դառնամ, մի օր էլ ուրիշ երեխա ինձ կուզի տեսնի։ Ու ես անպայման նենց կանեմ, որ այդ երեխու երազանքը կատարվի։ Մի օր կանչեց իր 4 որդիներին, նրանց տվեց ծաղիկի սերմեր։ Որդիները վերցրեցին սերմերը ու գնաց։ Մենք վատ պայմաններում ենք ապրում։ Օգնող չունենք մեզ, ընդհանրապես մեզ ոչ մեկ չի օգնում։ Մամաս մեկ-մեկ գնում է ուրիշի տներն է մաքրում, որ գոնե այդ հացի փողը ունենանք։ Որ մաման գալիս է տուն, հոգնած է լինում, մենք ենք տները մաքրում, ճաշ ենք պատրաստում։ Քուրիկս փոքր է, որ մաման տունը չի լինում, մենք ենք պահում։ Մենք ուրիշների շորերն ենք հագնում, բայց մենք ուզում ենք գնանք մեր համար խանութից ուրիշ շորեր առնենք։ Նենց կուզեի մեր տունն էլ լավը լիներ, մենք էլ բաղնիք զուգարան ունենայինք, մեզ էլ տաք ջուր ունենայինք։ Մենք նորմալ չենք էլ կարողանում լողանանք, մաման փեջի վրա ջուրը տաքացնում է, հազիվ մեզ լողացնում է։ Ես էլ ուզում եմ, որ կրավատ ունենամ, տաք պարկեմ քնեմ։ Քանի որ ես ուզում եմ պարուհի դառնալ, ուզում եմ տեսնեմ Էլեոնորային։ Ես որ տեսնում եմ Էլիան ինչ լավ է պարում, ուզում եմ դառնամ հայտնի երգչուհի, որ իմ երգերի տակ էլ պարի։
որ իրան տեսնեմ, կգնամ կփաթաթվեմ ու կասեմ, թե ինչքան է իրան սպասել։ Ես որ իրան տեսնեմ, կասեմ, որ ինձ էլ սովորեցնի պարել։ Ես էլ եմ երազում, որ մեծանամ նրա պես հագնվեմ։ Ես գիտեմ, որ ինքը 2 բալիկներ ունի ու ինքը շատ լավ մամա է։ Ես կամին նամակ եմ գրել ու ուզում եմ իրան տեսնել։ Ես որ իրան տեսնեմ, իմ ու իմ քույրիկի երազանքները կկատարվի։ Մենք հեռուստացույց չունենք, մամայի հեռախոսով ենք նայում ես կամը։ Այս վերջերս նայեցինք, որ մեր նման մի երեխա կար ու իրա բոլոր երազանքները կատարվեց։ Մեր տան մոտ մի հատ եկեղեցի կա, մենք գնում ենք այնտեղ մամայի հետ աղոթում ենք։ Ես Աստված պապիկից խնդրում եմ, որ մի օր մենք լավ ապրենք։ Ես հավատում եմ, որ ես կամ մի օգնությամբ գոնե մեր մի երազանքին կհասնենք։ Բարև ձեզ։ Ողջույն Էլենա ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, փառք Աստծո։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ ենք, որ մեր բարի նպատակին ծառայելու եկաք։ Ես ուրախ եմ, որ այստեղ եմ ու այսօր շատ լավ օր ենք ունենալու։ Այսօրվան ես շատ երկար եմ սպասել Տեր Հայր։ Երբ ստացա զանգը, որ այսօր sense օր եմ ունենալու, սիրուն աղջիկների հետ, նրանք երկուսն են, իդեպ շատ ուրախացա։ Հաստատ շատ լավ օր ենք ունենալու։ Իսկապես այսօր երեխաները պիտի հավատան, հույս ունենք, պիտի աշխատենք դրա համար, որ հավատան, որ իրենք անտեսված չեն։ Հաստատ։ Եվ իրոք լավ օր կունենաք։ Փառք Աստծո։ Ես կամ նախագիծը, ինչպես միշտ, հետաքրքիր հանդիպում եմ մտածել, եւ մեր երեխաները անակնկալի են գալիս այդ հանդիպումների ընթացքում։ Այսօր էլ մի հետաքրքիր հանդիպում կունենաք անակնկալ երեխաների համար։ Շնորհակալ եմ ես կամ հաղորդաշարին այս հնարավորությունը ինձ ընձեռելու համար։ Իմ կարծիքով ես իրենցից ավելի շատ լարված եմ ու շատ sense անհանգիստ սպասում եմ իրենց հետ հանդիպմանը։ Ես չգիտեմ իրենք ինձ ոնց են պատկերացրել, բայց հուսախաբ չեմ անի եւ իրենք էլ ավելի շատ կսիրեն ինձ, քանի որ ես պատկերացնում եմ արդեն, որ իրենց տեսնեմ, թե ես ինչքան եմ իրենց սիրելու։ Տեսնենք ինչպես կանցնի։ Տեսնենք։ Անհանգիստ եմ։ Տեսնենք։ Հիմա ես գնամ իրենց դիմավորելու, իսկ դուք թաքնվեք, մինչև որ կհանդիպեք։ Բարև ձեզ Տեր Հայր։ Բարև ձեզ։ Օրհնեցիք։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի քեզ, Վալիջ։ Ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Ինչ է քո անունը, Վալիջա։ Մանե։ Մանե, իսկ քո անունն ինչ է։ Արևիկ։ Լուսինե ջան, գիտեմ որ միայնակ մայր եք, շատ դժվարությամբ երեխաներին եք մեծացնում։ Իրոք շատ դժվար է։ Մենակ ոչ մի օգնող չունեմ։ Ես աշխատում եմ, գոմում եմ աշխատում, այդպես պահում եմ էլի երեխեք։ Շատ դժվարությամբ։ Միշտ ես կամը նայում էինք ու մի պահ մտածեցի, որ կարելի է մեր երազանքն էլ կատարվի, երեխաների երազանքը կատարվի։ Շատ ենք լսել պարոն Ծառուկյանի մասին, Ռոզա Ծառուկյանի մասին։ Գիտենք, որ օգնում են մարդկանց, մենք էլ կցանկանայինք մեզ մի փոքր օգնություն լիներ, որ մենք էլ ուրախ լինեինք, երեխաները ուրախ լինեին։ Երեխաները շատ մեծ երազանք ունեն,
ուզում են իրենց երազանքների պարուհուն տեսնեն։ Գուցե մի օր կհանդիպեն։ Հա, երևի, հուսանք, որ մի օր կտեսնեն։ Դե իհարկե։ Ում էր ուզում տեսնել։ Էլեոնորային։ Ով է Էլենորան։ Նա հայտնի պարուհի է։ Ինչու ես ուզում իրեն տեսնել։ Նա շատ գեղեցիկ է ու նա 2 հատ երեխա ունի, մեկը աղջիկ, մեկը տղա ու ինքը շատ լավ մամա է։ Որտեղից ես իմացել։ Մամայի հեռախոսով ենք մենք նայել ու իրանը ճանաչում ենք մենք արդեն։ Ինչ եք նայել։ Նայում ենք ինքը ինչ սիրուն է ապարում, ինչ լավ մամայություն է անում իր բալիկներին։ Թե հույս ունեմ, որ մի օր կհանդիպեք։ Հա։ Մենք էլ կուզենայինք մեր երազանքները կատարվեին։ Ես կամ իմ միջի երեխաները երազանքները կատարվում են, մերը չեն կատարվում։ Մենք հավատում ենք Աստծուն, չէ՞, որ մեր խնդրանքները Աստված կատարում է։ Հիմա առաջարկում եմ մի տեղ նստենք։ Ես էլ գնամ խանութ, ճանապարհից եք եկել, երեխաների համար մի բան բերեմ։ Գնանք։ Արի։ Եկեք։ Թե նստեք այստեղ։ Արևիկ, արի։ Ինչ արև բալիկ ես դու։ Դե ես գնամ խանութ գամ, լավ։ Ես կամ եմ դասում գործում, մի օր էլ ձեր երազանքը կատարել։ Ուզում եմ մեր մասին ու կոմենտի տեսնել։ Հա, մի օր կիմանա ու կգա ցեզի կտեսնի։ Մի նեղմեք ոչինչ։ Մենք Աստված բաբկին շատ ենք աղոթել, որ դուք Էլեոնորային տենեք, չէ՞։ Այդ ոնց է։ Ես կամ երեխեքի երազանքները կատարվում է, մերը չէ։ Կկատարվի ոչինչ։ Մի օր էլ ձերը կկատարվի, բոլոր երազանքները կատարվում են։ Ձեր papan երկնքից նայում է ու տեսնում է, որ դուք ուզում եք Էլեոնորային տեսնի եւ հրեշտակների միջոցով ձեզ մի լավ լուր կհասցնի։ Էլեոնորան շատ բարի է, որ մենք իրանը դենը կգրկենք իրանը։ Հա։ Գիտի չեմ գալու։ Սիրուններ, մամավներ, ես ինչ լավն եք դուք։ Էլեոնորա քուրիկ, ես քեզ սպասել եմ ու քո օրերը շատ լավն է։ Ես գիտեմ, որ դու 2 հատ երեխա ունես ու դու լավ մամա ես։ Վայ ուտեմ քեզ, գուտեմ ես քեզ, դու ես ինչ լավն ես։ Սիրտ, աշխար, ես ինչ լավն եք դուք։ Երեխեք շատ են սպասում Էլեոնորա ջան։ Բայց ես ինչքան էի սպասում, ես իրենց այնքան երկար եմ սպասել, չեք պատկերացնի, ինչ ուշ ուզեցիք ինձ տեսնել։ Շատ էի ուզում ձեզ տեսնել։ Շատ եմ Բարել շատ են սիրում բարել, բարելու ենք բարույն դառնալ։ Այսօր սիրուն օրենք ունենալու։ Հա։ Ես գիտեմ, որ դու թազա դպրոց ես բացեպոլի։ Դու ամեն ինչ գիտես, հա։ Շա։ Իրար հետ գնալու ենք այդ դպրոցը, գիտես, չէ՞։ Գնալու ենք իրար հետ բարենք։ Էլեոնորա քուրիկ, իմ պապայի մահից հետո մեր տունը ոչ մի ուրախություն չի եղել։ Դուք այսօր մեզ երջանկություն բերեցիք։
Այսօրվանից հետո ամեն ինչ շատ սիրուն է լինելու, շատ հավես է լինելու, շատ ուրախ է լինելու։ Հա? Ձեր տանը ամեն ինչ շատ իդեալական է լինելու։ Աստված պապիկին մենք կխնդրենք, մեր համար ամեն ինչ հաստատ ինքը կանի։ Չէ՞։ Սիրուն օրեր ենք ունենալու, խոստանում եմ ձեզ։ Ես կամին երեխեքը նամակ էին գրել ու շատ էին սպասում, շատ էին երազում, որ ձեզ տեսնեն։ Ամեն օր հեռախոսը վերցնում էին ու ձեր բարերն էին նայում։ Մամա, մենք շատ ենք սիրում Էլիանորային, մենք ուզում ենք իրան տեսնենք, մենք ուզում ենք իրան նման դառնանք։ Բայց ես ձեզ ավելի շատ էի ուզում տեսնել հաստատ։ Գիտեք։ Հա։ Ինձանից լավ եք բարելու դուք, հաստատ ես գիտեմ։ Շատ եմ երազել քեզ տեսնեմ։ Վայ ուտեմ քեզ։ Տեսնում ես, ես կամ հաղորդաշարը բոլորի երազանքները կատարում է։ Լուսինե ջան, ես կամ հաղորդաշարը ստեղծված է նրա համար, որ այս sense սիրուն բալիկները, ձեր նման ընտանիքները բոլորը հասկանան, որ հրաշքներ լինում է ու ամեն ինչ շատ լավ է լինում։ Մենք շատ ենք սիրում ես կամ հաղորդումը, նաև սիրում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին, Ռոզա Ծառուկյանին, որ բոլորին օգնում են։ Եվ հենց իրենք էլ անտարբեր չեն եղել։ Հիմա կմոտենանք Տեր հորը, այնտեղ անակնկալներ կա։ Հետո կգնանք մեր սիրուն օրը կվայելենք։ Գնանք։ Եկեք։ Բայց ես ինչ լավն եք դուք։ Դուք էլ եք շատ լավ։ Դուք ավելի լավն եք։ Դե դուք մոտեցեք Տեր հորը, ես այստեղ ձեզ կսպասեմ։ Գնացեք։ Տեր հայր, մենք շատ ենք սպասել այս օրվան, երբ կգար այս օրը, որ մենք հանդիպեինք Էլիանորային։ Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր կարիքն ունեցող ընտանիքները չունենան ոչ մի բանի կարիք եւ մանավանդ հավատան այն հրաշքին, որ ես կամն է։ Եվ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կողմից դրամական օգնություն, որովհետև գիտենք, որ ունեք վառելափայտի կարիք եւ կենցաղային հոգսեր, թող Աստված ձեզ օրհնի եւ թեթևանա ձեր հոգսը։ Շնորհակալ եմ պարոն Գագիկ Ծառուկյանին, որ մեզ կարիքավոր ընտանիքներից օգնում է։ Գումարի կարիքը շատ ունեինք։ Ես հույս ունեմ, որ դուք այսուհետ ավելի լավ կապրեք։ Գիտենք, որ մեր կյանքը միայն դժվարություններից չի բաղկացած։ Եվ այսուհետ մաղթում ենք, որ Աստված ձեզ ուժ եւ կարողություն տա, որ կարողանաք իրոք բարելավել ձեր կյանքը, ձեր վիճակը եւ ապրել ավելի լավ։ Աստված երեխաներին ուժ իմաստություն տա եւ մեծանան երջանիկ եւ ապահով։ Շնորհակալ եմ շատ Տեր հայր։ Ուրախ եմ, որ հանդիպեցիք դուք երեխաներ, ձեր երազանքը կատարվեց։ Մաղթում եմ ձեզ լավ օրվա շարունակություն։ Շնորհակալություն։ Բարև մնաք։ Այստեղ մի փոքր էլ ես եմ ձեզ նվերներ բերենայինք միասին։ Հեսա, սիրունը։ Ես մեծ քուրիկին սիրունը։ Դուրդ գալիս է։ Ես մեծ քուրիկին նո։ Սիրունը։ Էրիկա։ Նոր տարի է, չէ՞ էսա։ Էսա տոնածարա։ Ո՞վ է դնելու։ Ես։ Սիրունա, չէ։ Էսա։ Հա, այդ թիթիզներ։ Կդնեք սիրուն։ Լավ։
Ամեն ինչ արդեն կունենաք դուք։ Ես ուղղակի չեմ մասնակցի այս հաղորդմանը։ Գիտեմ, որ տունը դատարկ է, շատ բաների կարիք ունեք, այնպես որ գնանք մի քանի իրեր, ես իմ կողմից ուզում եմ ձեզ նվիրել։ Գնանք տեսնենք։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Ես եմ շնորհակալ։ Գնանք։ Այո։ Հավանեցիք։ Շատ։ Այո։ Հա, կհակնեք։ Այո։ Այո։ Ես գիտեմ, որ դուք տանը չունեք հեռուստացույց։ Հեռուստացույցը պարտադիր պետք է ունենաք իմ կարծիքով, որպեսզի սիրուն բաներ նայեք, ինձ նայեք։ Երեխեք շատ էին նեղում, որ հեռուստացույց չկար տունը ու չգիտեի ինչ անեի։ Շնորհակալ եմ, որ ես կամի միջոցով օգնում ես մեզ։ Սիրով։ Շնորհակալ եմ շատ։ Գնանք նայենք։ Այո։ Գնացինք։ Մտածում ես, այդ շատ լավն է։ Սիրուն են, չէ՞։ Վաու։ Շատ լավ։ Ձերին է սրան նման։ Գնանք։ Լավն ես։ Դե սրանից։ Հա, սրանից է, հա, սրանում։ Սիրուն կդնեք TV-ները։ Ու գնանք, հա? Իմ մաման շատ էր ուզել սառնարան ունենալ, քանի որ մենք սառնարան տունը չունենք։ Մաման ուզեց նորը առնել, չկարողացավ, որովհետև նա փող չուներ։ Լուսինե ջան, ես ինչ պատմություն են պատմում։ Մենք որ սկզբից եկանք այդ տան մեջ ապրելու, մի հատ շատ հին ժամանակվա սառնարան կար, դրա մասին են պատմում։ Մի քանի ժամանակ աշխատել է, հետո էլ չի աշխատել, հիմա չունենք։ Ես իմացել եմ, որ դուք սառնարան չունեք ձեր տանը, ու որպես տանկին գիտեմ, որ անհրաժեշտ է տան համար։ Այնպես որ դուք արդեն ունեք, գնել եմ ձեզ համար։ Շատ շնորհակալ եմ Էլիանորա ջան քեզանից, Աստված օրհնի քեզ, քո բալիկների հետ միասին, որ մեզ օգնեցիր, մենք ինչ երազում էինք ունենայինք։ Եվ կա մի պատմություն, որի մասին իմացել եմ ու շատ եմ սրտնեղել։ Հիմա գնանք, տեսնենք ինչ եմ պատրաստել ձեզ համար։ Գնանք։ Սենցիչում եք։ Այո։ Սենցիչում տեղերը։ Կի կարող գնանք։ Մենք եկել ենք ստեղ, որ ցույց տամ ձեր մահճակալները նոր։ Ես գիտեմ, որ դուք չունեք մահճակալներ։ Ու ուզում եմ փափուկ տեղերում քնեք, ասես հանգիստ, որ քունները դառնեք։ Դրա համար ես ձեր համար ձեռք եմ բերել այս մահճակալները, եկեք նայենք։ Լավն է։ Շատ։ Всё, արդեն հանգիստ կքնեք, չէ՞, մահճակալներ ունեք արդեն։ Այո։ Ահա, всё։ Էլիանորա ջան, բառեր չեմ գտնում, ես քեզ շնորհակալություն հայտնեմ։ Այնքան ուրախ եմ հիմա, այնքան շատ շնորհակալ եմ, Աստծուց խնդրում եմ, որ քեզ, քո ընտանիքին, Էլինորից, քո երեխաներին միշտ օրհնանքը
ձեր հետ լինի։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ ձեզ։ Իմ երեխեքը անկողին չունեին, շատ վատ վիճակ էր, դոշակները փռում էի հատակին էին քնում։ Շատ շնորհակալ եմ քեզանից, որ այսպիսի լավ բաներ ես անում մեր համար։ Փառք Աստծո, արդեն ունեք։ Շատ շնորհակալ։ Շնորհավորում եմ։ Ապրեք։ Հավատացեք հրաշքների ու ամեն ինչ ձեր կյանքում շատ լավ է լինելու։ Հավատում եք։ Այո։ Երազեք ու հաստատ երազանքները իրականանալու են։ Սոված եք։ Հա? Նրանք հաց ուտեն։ Ստեղ դու։ Նստի։ Արի ստեղ։ Օպա։ Ահա։ Ստեղ էլ ես նստեմ։ Սիրում եք պիցա։ Հա։ Ոյ։ Էս քեզ։ Շնորհակալություն։ Կուզես կտրտեմ, թե կծելով ուտես։ Ձեզ ինչ հյուրասիրեմ։ Լավ է, մերսի։ Հերի պիցա։ Բարի ախորժակ։ Դե պատմեք տեսնեմ։ Ճիշտ ասած չեմ կարողանում նորմալ շատ լավ բաներ պատրաստեմ հանգամանքների բերումով։ Շատ շնորհակալ եմ, որ մեր երեխեքի օրը այսօր շատ լավ։ Նորմալ է, բոլորիս մոտ էլ այդպես է։ Ես էլ շատ ծանր մանկություն եմ ունեցել։ Բարդ է եղել բոլորիս մոտ, բայց փառք Աստծո, այս պահին արդեն շատ լավ է։ Ու ես գիտեմ, որ Աստված մեծ է ու ձեր համար էլ հաստատ լույս է բացվելու ու ձեր օրերն էլ շատ լավ է լինելու, ամեն ինչ ունենալու եք, համով բաներ եք պատրաստելու, ամեն ինչ կունենալ հաստատ։ Ես վստահ եմ։ Բոլորն էլ ծանր օրեր ունենում են, բոլորն էլ անցնում են, այնպես որ մի վհատվեք, հաստատ լավ է լինելու, երազեք, պարտադիր ու ցանկացած երազանք կատարվում է։ Ես մի հատ երազանք չեմ հիշում, որ չի կատարվել։ Փոքրուց ինչ պահել եմ, ամեն ինչ կատարվել է։ Աստված պապին ամեն երազանք կատարում է, այնպես որ երազեք։ Լավ։ Մաման միշտ տունը լավ է եփում, մենք լավ տեղեր չենք գնում։ Դե սրանից հետո շատ կգնանք, միասին կգնանք։ Համով ես փլավ շատ եմ սիրում, դուք չեք սիրում։ Ես սիրում։ Ես էլ շատ եմ սիրում։ Մոծումով փլավ սիրում եմ։ Էլակուրեք ես միշտ կինոների մեջ էի տենում, որ պիցա բուրգեր են ուտում։ Հա։ Հիմա ռեալ է, տեսնում ես ամեն ինչ կատարվում է, երազելս կատարվել է, այնպես որ երազի։ Համով է։ Շատ։ Բուրգեր ես սիրում թե պիցա։ Երկուսից է։ Իսկ կարաս սարքես ըստ քեզ։ Սարքենք միասին, okay? Էլակուրեք, բա դուք ինչ եք վատ մանկություն ունեցել։ Իմն էլ է տենց ծանր եղել, ապրուստի պահով էլ է մեր մոտ ծանր եղել, մենք էլ ենք վարձով ապրել, այնպես որ մի տենց ձեզ վատ զգացեք, որ դուք վարձով եք մնում։ Հաստատ էլի դուք էլ տուն կառնեք, մեծ տուն կառնեք, ոնց երազում եք, այդպիսի տուն կունենաք։ Վրաստանից երբ որ տեղափոխվել ենք, մենք էլ տենց վարձով ենք ապրել Աբովյան քաղաքում, հետո նոր արդեն տեղափոխվել ենք Երևան քաղաք ու բնակարան ենք գնել։ Այնպես որ դուք էլ պետք է լավ սովորեք, նպատակ դնեք ու հասնեք ձեր նպատակներին։ Ինչ երազանքներ ունեք։ Ես երազում եմ, որ կնեցանեմ մամայից լավ։ Մամայդ լավ կպահես։ Ես վստահ եմ, որ դու շատ լավ ես պահելու քո մամային։ Ոնց է, ինչ ես աշխատելու ըստ քեզ։ Նախագահ։ Նոխոգո։ Ինձ էլ լավ կնայես, հա, որ դառնաս։ Ապրես։ Բա դու։ Ես երազանք ունեմ դառնալ պարուհի։ Այ։ Իսկ գալու ես չէ իմ մոտ բարի։ Ես սպասելու եմ քեզ իմ մոտ։ Որ իրար հետ բարենք։ Ես քեզ շատ եմ սիրում։ Օպրես։ Ես է քեզ եմ շատ սիրում։ Բուրգեր ուտես։ Ես չգիտեմ բուրգերը ոնց են անում։ Սեղմի, 4 մատը վերևից, բութիկները ներքևից բռնի, այսօր։ Ահա, հիմա գցի։
Բարի ոնց եք երեխեք Լավ, դուք լավ եք ամեն ինչ լավ է Այո, Ես այսօր նկատել եմ, որ դուք շատ եք հավանել, չէ, Ալբիլենդի խաղասրահը, ուտեստեղենը, ամեն ինչը, չէ այո Ես դրա համար մենք նվիրում ենք Ալբիլենդի կողմից այս նվերկարդերը, որ նորից գաք և խաղաք Ալբիլենդում Ես մեծ շնորհակալություն հրաշքներս, քանի որ դուք այս աշխարհում կաք Եվ ամենակարևորը ես մաղթում եմ, որ դուք լինեք, անհոգ մաքրություն ունենաք Եվ ամենակարևորը խաղաղ Շնորհակալություն ապրեք շատ, ես ձեզ շատ եմ սիրում Ես էլ ձեզ Տեսակ ինչ լավ օր ունեցանք երեխեք։ Հավեսեր, չէ՞։ Ինչքան երազանքներ կատարվեցին։ Տեսեք, որ երազանքները հատկություն ունեն կատարվելու։ Դրա համար պետք է շատ երազենք, չէ՞։ Ու Աստված պապիկին շնորհակալություն հայտնենք։ Ու ձեր պապիկին հիմա կարանք նամակ գրենք։ Գրենք։ Ձեր պապիկին հավատում եք, չէ՞։ Ես ինքս հավատում եմ ու դուք էլ պետք է հավատաք։ Հավատում եք, չէ՞։ Տեսակ այսօր ինչքան հրաշալի օր ունեցանք։ Սա ինչ չի, եթե հրաշք չի։ Ողջույն թորնիկներ։ Եկեք մեծ ձեզ գրկեմ։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք Կատարվեցին ձեր երազանքները։ Այո Ահա։ Դե հիմա ասեք տեսնեմ, էլ ինչ երազանք ունեք։ Երազանքն Էլեոնորայի բարի տեղը գնամ Ահա։ Ձմեր պապիկը հիմա տեսնի, կարող է այդ երազանքը կատարվել, թե ոչ։ Կարող է կատարվել։ Իհարկե։ Դե ինչ, բարի գալուս Level Dance Studio, մեր ընտանիք, չէ։ Մենք գրկենք երեխեքին, եկեք,
Կիկ բոլորոք։ Իսկ հիմա պարենք միասին, գիտեմ, որ շատ եք սիրում պարել, դրա համար որոշեցի, որ գանք ստուդիա ու պարենք։ मेरे होठों से धुआंधार निकलती है जो बोली जैसे जैसे बंदूक की गोली मेरे तेवर में तहजीब की रंगीन रंगोली जैसे जैसे हो गीत में होली मेरी बाकी सब फर्स्ट क्लास है बाकी सब फर्स्ट क्लास है Կգաք պարին մոտ։ Հա։ Ես կսպասեմ ձեզ։ Տեսակ, ամեն ինչ ստացվեց։ Իսկ ձմեր պապիկը ձեզ ուրիշ անակնկալներ կմատուցի։ Պայմանավորվեցինք։ Դե եկեք գրկեմ։ Կեցեք գեղեցկուհիներ։ Չմոռանաք ինձ նամակ գրել։ Ամանորի գիշերը կատարվում են հրաշքները, բայց ինչպես հասկացաք ոչ միայն ամանորի գիշերը, ձեր կյանքում արդեն հրաշք է կատարվել։ Տխիր, կեցես գեղեցկուհի։ Ահա։ Իսկ հիմա ուզում եմ մտնենք վարակույրից ներս, այնտեղ նույնպես անակնկալ կա։ Գնանք։ Եկեք։ Էլի նվերներ, նայեք։ Նստեք։ Նայեք, ստեղ ինչքան շատ նվերներ ունեք, որը պատրաստել է Ռոզա տատիկը։ Հիմա նայենք, Ռոզա տատիկը ուզում է դուք շատ սիրուն շորեր ունենաք։ Դրա համար այսպես սիրուն նվերներ է պատրաստել ձեզ համար։ Նայեք, արդեն լիքը շորեր ունեք դուք, կոշիկներ։ Նայեք միած։ Շնորհակալություն։ Տեսեք, ես ինչ սիրուն է, մի հատ նայեք։ Գույնը ոնց որ մեր դպրոցական շորի գույն լինի։ Հա։ Կհոգնեք սիրուն, տարբեր։ Տեսնենք ստեղ ինչ կա։ Ինչ սիրուն է։ Ես ով է հոգնելու այսքան տարբեր, հա։ Տեսեք։ Ես էլ եմ Ույքից սիրուն է։ Վաու։ Էլ այդ մեկն էլ փոխանցեք, մի հատ է բացենք։ Ահա։ Շատ սիրուն է, շատ։ Թիթիս լիքը կհագնենք։ Էլի մայկաներ։ Տեսակ, ինչքան շատ բան ունեք արդեն։ Ռոզա տատիկը միշտ աջակցում ու օգնում է շատ ու շատ երեխաների, ձեր նման սիրուն երեխաների։ Շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալություն։ Դե ինչ, մեր այս սիրուն օրը եկավ իր ավարտին։ Ես դեռ շատ երկար եմ հիշելու այս օրը։ Սիրուն օր ունեցանք, չէ՞։ Տեսակ ինչքան երազանքներ իրականացան։ Հասկացաք, որ երազանքները կատարվում են։ Կհավատաք երազանքներին ու հրաշքներին։ Հրաշքներ լինում են։ Այնպես որ հավատացեք։ Ու ձեր կյանքն էլ հաստատ այսինքն ակնթարթորեն միանգամից հրաշքի է վերածելու ու ձեր օրերը այսինքն հրաշքով շարունակվելու է։ Ամեն օրը սպասեք մի նոր հրաշքի ու հաստատ ինքը լինելու է։ Որ մենք ես կամ նայում էինք, ուրիշ երեխաները նվերներ էին ստանում։ Ու մենք երանի ենք տալի այդ բալիկներին։ Ու մենք այսօր մասնակցեցինք, ու մենք էլ այսօր երջանիկ եղանք։ Ու այդպես էլ պետք է լինի։ Տենց էլ շարունակվելու է։ Միշտ պետք է երջանիկ լինեք։
ես կամի շնորհիվ մենք այսօր ունեցանք շատ սիրուն օր ու ձեր կյանքը այսպես սիրուն պետքա շարունակվի։ Ես ուրախ եմ, որ ձեզ ճանաչեցի։ Ու մենք ճիշտ էինք արել, որ ձեզ էինք ընտրել, որովհետև դուք աշխարհի ամենալավ մաման եք ու ամենաբարին եք։ Ոխ, դուք էլ ամենալավն եք։ Ապրեք, որ ինձ էիք ընտրել։ Ես այդ օրվան շատ էի սպասում։ Շնորհակալ եմ շատ ես կամին, որ այս շանսը ինձ ընձեռեց ու ես կարողացա ձեզ տեսնեմ ու այս սիրուն օրը մենք իրար հետ ապրեցինք, վայելեցինք ու դեռ ունենալու ենք սիրուն օրեր, չէ՞։ Իսկ հիմա ես կամի վարորդը ձեզ է սպասում, դուք արդեն պետք է գնաք, մաման էլ է ձեզ սպասում, պետք է գնաք, իսկ ես պետք է գնամ եկեղեցի քահանայի հետ հարցազրույցի։ Շատ ուրախ էի ձեզ տեսնելու։ Սիրուններ, ոյ ուտեմ ես ձեզ, շատ սիրեցի ձեզ։ Դուք երեք շատ լավ օր եք ունեցել։ Շատ։ Կպատմեք ձեր տպավորությունների մասին։ Շատ սիրուն ու ակտիվ օր ունեցանք։ Գնացինք իրար հետ միասին խաղացինք, հետո բարեցինք, իրենց երազանքներ, որ գային իմ ստուդիա ու բարեին, միասին բարեցինք։ Շատ դժվար իրարից հեռացանք, որտեղ արդեն կապվել էինք իրար հետ, շատ լավն էին, երկուսին շատ սիրեցի։ Իրենք էլ ոնց որ թե ինձ։ Երեխաները դժվար են ապրում, նյութապես շատ ծանր վիճակում են։ Հայր չունեն, մայրն էլ շատ դժվարությամբ է իրենց պահում։ Իրենք իրենց դժվարությունների մասին կիսվեցին, պատմեցին։ Որոշ չափով ասացին, որ ոչ մի բան չունեն տանը, ու որոշակի ինչ որ դրացումներ մենք կարողացանք անել իրենց տան համար։ Ուրեմն հերոս մայրը, որ իր երեխաներին թույլ չի տալիս, որ այդ նեղության մասին մտածեն։ Ուրախ երեխաներ էին, կարևորը ուրախ երեխաներ էին։ Ձեր տեսագրությունները ակտիվորեն նայում են իրենք եւ շատ հետաքրքիր է, որ կիսվեցին, ասացին, որ դուք շատ լավ մայր եք եւ այդ բանը ձեզ ասացին, ինչ զգացիք։ Դե իհարկե շատ լավ զգացի ինձ, շատ հաճելի էր եւ Արևիկը ասաց անգամ, որ ինքը ուզում է մեծանա ու իմ նման մամա դառնա։ Ասացի, որ ինքը անպայման կմեծանա ու ինձանից ավելի լավ մամա կդառնա հաստատ։ Ձեր ամենակարևոր խորհուրդը ինչ խորհուրդ տվեցիք երեխաներին, որ չկոտրվեն, գուցե շարունակեն հույսով ապրել։ Հավատան Աստծուն, երազեն, խնդրեն Աստծուց ու հաստատ իրենք կստանան։ Ամեն օր շնորհակալություն հայտնեն Աստծուն, երբ արթնանում են, երբ աչքերը բացում են, անպայման շնորհակալություն հայտնեն ինչ որ ունեն եւ հաստատ Աստված իրենց ավելին է տալու։ Այո, վստահ ենք, որ Աստված ավելին է կամենում։ Միայն թե կամենում է, որ մենք իր արքայությունը խնդրենք։ Այսինքն շատ կարևոր մի հանգամանք կա մեր հոգևոր կյանքում, որ բարի լինենք, մեր մտադրությունը բարի լինի, որ Տեր Հիսուս Քրիստոս ասում է նախ խնդրեցեք Աստծո արդարությունը եւ երկնքի արքայությունը, ի նկատի ունի, որ արդարը խորհենք, բարին խորհենք, շտկենք մեր անձերը դեպի բարին եւ այդ դեպքում Տերը խոստանում է ասելով Աստված ձեզ ամեն ինչ ավելիով պիտի տա։ Եվ վստահ եմ, որ այն ինչ որ դուք կամեցաք այն երեխաներին, այն անուշ քույրիկներին, Աստված ի նկատի ունենալով ձեզ ավելին է տալու։ Ես ամեն օր տեսնում եմ Աստծո գործը իմ կյանքում։ Ընդհանրապես կուզեի, որ ձեր մտածումների մասին պատմեք, թե նկարահանումից հետո ինչպիսի հոգեվիճակ էր եւ մանավանդ նկարահանման ընթացքում ամենահուզիչ պահը որն էր։ Ամենահուզիչ պահը այն էր, որ նստած էինք մեջքի ու իրենք խոսում էին իմ մասին ու մտածում էին, որ ես այդտեղ չեմ։ Ու սենց շատ էին իրենք տխրել, ամենահուզիչ պահն էր դա, շատ էի հուզվել։ Հետո որ տեսա, իրանք էլ շատ երջանկացան, որ ինձ տեսան, ու արդեն սենց օրը շատ հավես անցավ, շատ ուրախ անցավ։ Այդպես ամենահուզիչ պահը այդ էր եւ մեր հրաժեշտի պահը երևի դա։ Հետաքրքիր մի օրինաչափություն կա, ես կամում, հաճախ երեխաները պատահական ընտրություն չեն կատարում։ Գուցե իրենց հոգու աչքով տեսնում են ինչ։ Արդյոք կար նմանություն ձեր եւ երեխաների միջև կամ նրանցից մեկի։ Կար, երկուսի մեջ էլ կար լավատեսությունը, որ ցանկացած բայի իրենք լավատես էին։
ես էլ ունեմ այդ հատկությունը ու իրենց մեջ էլ դա ես նկատեցի։ Ինչ եք տանում եսկամից։ Ջերմ հիշողություններ իհարկե ու ես երկար էի սպասում այսօրվան, ճիշտն ասած, որ ինձ եսկամից զանգահարեն ու ասեն, որ երեխաները ընտրել են ինձ, շատ էի սպասում, որ ես կկարողանամ գոնե մի քանի ժամով երջանկացնել երեխաներին։ Հազար փառք Աստծո։ Եսկամի նպատակներից մեկն էլ այն է, որ մենք ուշադիր լինենք մեր շրջապատում եղած կարիքավոր երեխաների նկատմամբ, որպեսզի անտարբեր չանցնենք նրանց կողքից, կամենանք օգնել։ Երևի թե մեր կյանքի ամենաճիշտ եւ լավ ներդրումը մանուկներին օգնելն է։ Աստված ձեզ օրհնի։ Շնորհակալ եմ։ Աղոթենք ձեզ համար։ Շնորհակալ եմ շատ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Աստված մշտնջանավոր, Աստված հավիտենական, որ իստորին աշխարհս լույս ծագեցար եւ շնորհս ծավալյալ սփռեցեր հարարածս քո։ Աղաչեմ քեզ, շնորհյա ըս լույս իմաստության քո իվերա Էլիանորա աղախնույս քո։ Զբարիս խորհել, խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ։ Իչար խորհրդոց Իվանից եւի գործոց, հերևելի եւ հաներևույթ թշնամյաց փրկիազնա եւ արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընթոր եւ ընթոքույց սրբով, այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից ամեն։